Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին Կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։ Սամոս 91-ի մեջ կսե, որ ինձի գանչեց և պատասխան արավ գսե։ Չեմ գիտեր նեղության մեջ որու գանչեց, վստահ եմ, որ դերոջ կգանչեց, բայց երաների մի դլաս կսե, երբ որ փորձության մեջ ես, այդ փորձությունը թեպետև չարով հաղթելու չարին, բարիով հաղթե չարին, երաների մի դլաս։ Փարսելուն ծածկոցին դակ բնագողը ամենակարողին հովանավորության դակ մի թանք չի։ Դերոջ համար մի դսեմ, իմ ավավենս ու իմ ամրոցս ես, իմ ասվածս հորունգ ուսամ, արդարև անգը պրգե կեզ, որսորդին որոքայթեն, աբականիչ շանդամահեն, կեզ իր պեդուրներովը գծացկե և իր թևերուն տակ գաբաստանիս, անոր ճշմարտությունը վահամը ու ասպարմը բիդելա կեզի, Բիդի չի վախնաս կիշերվան զարուրանքեն ու ծերեգը դրչոն էդեն, ոչալ մուտեղը բդդող շանդամահեն ու գեսորվան ադեն սադագեցող հարվածեն, 1000 հոգի կուկովետ ու 10,000 կու աչկոմետ բիդինան, բայց կեզի հարվածմը բիդի չի մոդենա։ Միայն կու աչկերովըտ բիդինայիս և ամպարիշներուն հադուցումը բիդի դեսնես, որովհետև թուն տերը իմ աբավենս, Պարցյալը կեզի աբաստանարան ըրիր, կեզի չարիք բիդի չի հասնի և կու պնագարանիտ հարվածմը բիդի չի մոդենա։ Վասնզի իր հրշտատներուն բիդի ավսպրե, որ կեզի համար, որ կու պալոր ճամպաներուտ մեջ,
քեզ պահեն, անոնք ցերկերուն վրա պիտի բարձրացնեն քեզ, որ չլաթե ոտքդ քարի մզարնես։ Արիզի ուժի վրա պիտի քալես, արույզի կորուննա պիտի գողքրդես, որովհետև ինձի գցանգա, անոր համար ես պիտի բրգեմ զանիգա, անոր ամրություն պիտի լամ, վասնզի անիգա իմ անունս կիցավ, ինձի պիտի կանչե ու ես անոր պատասխան պիտի դամ, նեղության մեջ անոր հետ պիտի լամ, պիտի ապրեցնեմ ու փառավորեմ զանիգա, երկայն օրերով պիտի գշտացնեմ զանիգա, եւ իմ փրկությունս անոր պիտի ցնեմ այսօր եւ հավիտյանս ամեն փառքիսի։ Դեք պաշտամունքի երգեր կան, որոնք գրված են, որպեսզի մեր պաշտամունք ուղենք առ Աստված։ Նաև ուրիշ պաշտամունքի երգեր կան, որոնք գրված են, որպեսզի մեկս մյուսին քաջալերենք Տիրոջը պաշտելու։ Երգեր կան, որոնք գրված են որպես աղոթք, եւ երբ որ երգում ենք սրանք Տիրոջը գալիս ենք աղոթքի սրտով։ Երգեր կան, որոնք գրված են, որովհետեւ մեր սրտի մեջ բերում են ցնծություն եւ ուրախություն։ Ուրեմն այս մեր հաջորդ երգը, որը շատ լավ գիտեք, գրված է, որպեսզի մեկս մյուսին քաջալերենք այսելով, որ բարձրաձայն երգի ինձ հետ, որ Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգի ինձ հետ, որ Տերը ազատեց եւ գրեց մեր անունները այդ կյանքի գրքի մեջ, որն էր Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով։ Ուրեմն երբ որ այս երգը երգում եք, խորհուրդ կտամ ոչ թե միայն երկինք նայեք, ապա նաև նայես կողքիդ քրոջ եղբորը եւ իրեն քաջալերես ասելով բարձրաձայն երգենք, որովհետեւ Տերը մեզ փրկեց։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք այս պահին եւ ինչ որ ասեցի, եթե համաձայն եք, փորձենք անել։ Այո, ուրեմն ոչ թե միայն Տիրոջը, այլ ձեր կողքի անձին նայենք, ասենք իրեն բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, գրեց մեր անուններ կյանքի գրքի, ասա մյուսին ինձ հետ, բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, գրեց մեր Հալելույա, արժան ես իմ Տեր, բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ, եղբայրներ ցնծացեք, եղբայրներ ցնծացեք, մեր կյանքեր համար, երբեք նոտարեին, այժմ բարեկամ, չեղավ, ումանյան, Քրիստոս ասենք է, բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, գրեց մեր անուններ կյանքի մեջ, մենք բարձրացենք մոտենում մեր սինավերին, մեզ էլ չի սարսեցում որոք մոլեքին, նուր ոսկը սորի մեր սացին կավության, հրկեցինք մենք մահից Քրիստոսի արյան, բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, բարձրաձայն երգենք, Թող ողջ աշխարհը մեծ այն լսի ամեն, մեր Տիրոջ անունն է Հիսուս Քրիստոս, գրեց իմ անունը կյանքի գրքի մեջ, բարձրաձայն երգենք, բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ, գրեց մեր անուններ կյանքի հավատքով ասենք, հավատքով սիրով ապրում ենք շրջում,
Սպիտական թերսով զարդեր երկին տղջում Սուրբ ու սուրբ ես հադում ես սրտել խնդում Գաբրին կյանքով ավեր Քրիստոսի ձայները Բարձրացան երկեն Տերը մեզ վրգեց Բարձրացան երկեն Տերը ազատեց Քրեց մեր անուններ յանքի կրքի մեջ Քրեց մեր անուններ Բարձրացան երկեն Տերը մեզ վրգեց Բարձրացան երկեն Տերը ազատեց Քրեց մեր անուններ յանքի կրքի մեջ Քրեց մեր անուններ յանքի կրքի մեջ Քրեց մեր անուններ յանքի կրքի մեջ Քրեց մեր անուններ յանքի կրքի Մեկ րոպե նստեցեք, ձեզի երկու խոսք։ Գիտեք, շատեր քրիստոնյաներ կան այսօր չարչարանքներում մեջ են։ Շատեր կան, որ գծեծվին, գմեռնին Քրիստոսի համար։ Այս երգը, երբ որ իրենք գերքեն, վստահությամբ գերքեն, քանի որ գիտեն, որ իրենց անունները գրված են երկնքի գրքի մեջ։ Չկա ուժ, չկա զորություն, որ գնաց իրենք խորտակել։ Իրականության մեջ Եսայա 54-րդ համարը հետո 54-րդ գլխուն 17-րդ համարը գսե քեզի գսե վնասով ովևէ կորձիկ ամենևին պիտի չհաջողի եւ քութեմ Թադաստանի ելող ամեն լեզու պիտի թադաբարդվի Տերոջը ծանարենուն ժառանգությունը ասիգա է ու անոնց արդարությունը ինձ մե գսե զորացները Երբ որ գիտես քո արդարությունը Տերոջ մեն է, երբ որ գիտես որ Տերն է քո ապաստանարանդ, քո զորությունդ, չկա ովևէ թանակ, չկա ովևէ զենք, չկա ովևէ ռումբ, չկա ովևէ սպառնալիք, որ գրնա քեզի հաղթել։ Հոգչեթե մահվան ճանապարհին ալլաս, գիտես որ այդ մահվան ճանապարհը թուրը կփանա հավիտենականության քեզի համար։ Բայցար հավիտենականության, որ մենք այդ բայցարության մեջ գրնանք Տերոջը ներկայությունը վայելել, Տերոջը զորությամբ ապրել։ Անոր համար է որ գրնանք մենք բոլորս միանալ այս երկին ու գսե Հիսուսի սիրուց ոչինչ կրնա մեզ զանել։ Հիսուսի սերն է որ մեզ բռնած է ամուր եւ զորավոր բռնելով կրնա մեզի պաշտամունքի առաջնորդել։ So նորեն ոտքի ելենք եւ միասին երկենք Հիսուսի սիրուց չկա ոչինչ որ մեզ կրնա բաժնել։ Հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Խաչը ուսիս կգնա Մինչ Հիսուսին միանա Ասա իրեն Հավատքս չեմ մոռանա Ես եմ բաժանվել, թեև հալացան, ուսուրն սպառնան, նեղություն թարավան, սիրով կկրհեն, ոսում հավատքս կենտան, ասա իրեն, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, կացը ուսից կգնա, Հիսուսին երբեք ինտեն հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Կացը ուսից կգնա մինչ Հիսուսին միանա Տերով հավատ և շփտայեմ երկերով ըսին մարմնով խոցվեմ Գրեմ ովդեմ, արյունով տապած, ես չեմ մոռանա իրեն Ասա իրեն, հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Կացը ուսից կգնա Մինչ Հիսուսից միանամ Հավատքս չեմ մոռանա
Ուսից կգնա Ինչ Հիսուսի Ասա այս ոսկերը Տիրոջը Ոչ կյան և ոչ մահ, ոչ զորություններ, ոչ ներկաբաներ, ոչ գալուբաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, ինչ են անի, ինչ չեն բաժանել Ուրեմն Հիսուսի նաև ասա իրեն Հավատքս չեմ մորանալ, Տիրոջս չեմ ուրանալ, Խաչը ուսից կգնա, Մինչ Հիսուսի Ալելույա Հավատքս չեմ մորանալ, Տիրոջս չեմ ուրանալ, Խաչը ուսից կգնա, Մինչ Հիսուսի միանալ Լսեք Մինչև իմ արյան վերջին գաթիներ Քեզ հավատարիմ գտավանեմ դեր Մինչ կյանքս մարի շունչս վերջանա Սիրելի Հիսուս քեզ չեմ մորանալ Լսեմ ձեզ Հավատքս չեմ մորանալ Տիրոջս չեմ ուրանալ Խաչը ուսից կգնա Մինչ Հիսուսի միանա Սրտիցը դասա իրեն Հավատքս չեմ մորանալ Տիրոջս չեմ ուրանալ Խաչը ուսից կգնա Մինչ Հիսուսի միանա Օրդնալ դերոչանունը հաչորդ երկը սիրեներ, որ բիդի երկենք զանոթացնեմ գսե, այդ պրգիշտ է գսե, թրան կով գանտնած, սրդիտ ինք թուրը գզարն է, ինչու ամար գսե կեզի այսօր, այս կու վիջագետ բիդի ազադեմ, միայն գսե սիրդըտ պած, հովատ հայտնին կիրքի մեջ գսե, երեք կսանի մեջ գսե, թուրըտ գզարնեմ, ինձի գլսես, եթե գլսես, պած սիրդըտ, Քու մեջդ պիտի մտնամ, ընթրիկ պիտի նենք, և այն ադեն, անունըտ կելաս կրքի մեջ պիտի կրեմ, քանի որ ես հաղթեցի, և իմ հորս հետ սեղան նսեսա, և թունալ միջև վերջը հավադարիմ գենաս, օրմը դերոտ սեղանին բիտնստիս կհավադաս ադոր, ինչ վիճակի մեջ ես, այսօր սիրդըտ պած, դեր ընդունե, էմեն, ատ հոգյով երկը։ Շամի ով է տագում ներսից պատասխան չեն տալիս կրկին ով է ամերջ սագում Հիսուսն է մեր Այն քո բրգիսն է դրան մոտ կանգնած սրտի դուրն է տագում կամած նա գազալի քեզ վիճակից գործված միայն տեսիր Մեկ անգամ ևս ասա այդ քո բրգիսն է Այդ քո բրգիսն է դրան մոտ կանգնած սրտի դուրն է տագում կամած նա գազալի քեզ վիճակից գործված միայն տեսիր դրված Սիրտը դատարկ է բայց լսում ես ցայն ով է տագում Արկել է ուսանալի կարության ով է ամերջ Դա Հիսուս մեծեն է Այդ քո բրգիսն է դրան մոտ կանգնած սրտի դուրն է տագում կամած նա գազալի քեզ վիճակից գործված միայն տեսիր Սուրբ հոգու ձայնը Սուրբ հոգու ձայնը դու չես լսում դեր ով է տագում բայց ականջը չի դատարում երբեք ով է ամերջ Սիրտս եմ բացում քո առջև Այդ քո բրգիսն է դրան
Եկնավոր հայր այս պահուն մինչ կերքենք եւ իրարու գոչ կուղենք, որ միայն թե սրտերնից բանանք։ Տեր գաղութեմ, որ այս գոչը մեզի կա եւ անհատապես որոշենք, որ այսօր մեր սրտերը բանանք քեզի։ Որոշենք, որ Տեր այդ խոսքդ, որ պիտի խոսվի, այս երգերը, որ կերքենք, այս ճշմարտությունները, որ իրարու հետ կբաժնեկցենք, թող որ արիթմը լան մեզի մեր սրտերը բանալու, որ քու ճշմարտությունները կյանք ընծայեն մեզի, նորոգություն բերեն մեր կյանքերեն ներս եւ վայելենք այդ հոյագապ օրհնությունը, փառիքները, որ ցուն մեզի համար պատրաստած ես։ Հիսուսի անունով գաղութեմ։ Ամեն։ Նայեցեք մեկ համար մցեզի այդ բաժնեկցիմ հաջորդ երկը չերկած, գսե Եփեսացիս 5-րդ գլուխ 10-րդ համարի մեջ հետեւյալը գսե քննեցեք թե ինչ է դերոջը հաճելին։ Մինչ հաջորդ երկը գերքես, սիրտիդ մեջ որոշում մար, ասելով որ դեր գուզեմ քիտնալ, ինչը քեզի կհաջեցնե։ Եվ թող որ այսօր պատրաստ լամ իմ սիրտը սփանալու, որ կյանքս նվիրելով քեզի հաջելի կյանք ապրեմ։ Սուրբ խոսքը Տեր, զիսկս փոփել, իմ սուքերես երկի նման, և լույսքինդով ճառագայթե արևում պես բախես մավան, զիսկը դանի Խոսքը բարի Աստծո խոսքը միշտ մի բան ունի մեզ ասելու եւ սովորեցնելու։ Համաձայն եք։ Պատրաստ եք Աստծո խոսքը լսելու։ Ուզում եք։ Ամեն։ Ուրեմն այսօրվա խոսքը, որ Տերը սրտիս մեջ դրեց, նա էր, որ կարողանանք որպես
Քրիստոսի եկեղեցի սովորենք մեր սովորությունները շատ անգամ մի կողմ դնել։ Եվ այդպիսով կվայելենք Տիրոջից նորություններ, կվայելենք Տիրոջից նոր օրհնություններ, որոնք եթե մնանք որտեղ ենք, չեն կարող վայելել, եթե մտածենք ինչպես մտածում ենք, չեն կարող վայելել։ Դրա համար Աստծո խոսքը եթե կարդանք, սովորենք, թե Աստված Հիսուսը ինքը ինչպես պատասխանեց այն երկու անձանց, ովքեր եկան նրան եւ սկսեցին հանդիմանել։ Եթե Աստծո խոսք ունենք, եկեք բացենք Մատթեոս միասին։ Մատթեոսի 15-րդ գլուխը։ Եթե բացել եք, մեկ հատ ամեն ասեք, ես կսկսեմ կարդալ։ Ամեն։ Աստծո խոսքն այսպես է ասում, ուրեմն մինչև այս համարը կարդալը հիշեք, որ այս համարից առաջ Հիսուսը գալիս էր իրեն աշակերտների հետ, արդեն 50,000 հոգու էր կերակրել եւ աշակերտները ինչպես են ասում, տեսել էին։ Այո, այդ բառը ականատես են եղել։ Դրանից առաջ Հիսուսը 50,000 հոգու էր կերակրել, նրանից հետո Հիսուսը ծովի վրա էր քայլել, նրանից հետո հրաշքներ էր արել եւ this journey, այս ճանապարհը վերջացավ այս համարով, որ ասում է այն ատեն Հիսուսին եկան դպիրները ու փարիսեցիները, որոնք Երուսաղեմեն էին ու ուսին ինչու քո աշակերտները ծերերուն ավանդությունը, ասեն ձեզ ավանդություն, այո, մի վախեցեք, զանց կնեն, վասնզի ձեռքերին չեն լվար, երբ հաց կուտեն։ Հիսուսն անալ պատասխան տվավ ու ուսավ անոնց, հապա դուք ինչու Աստծո պատվիրանները զանց կնեք, որպեսզի ձեր ավանդությունները պահեք։ Ուրեմն նստում են հաց ուտելու, հոգնած աշակերտները եկել են, պատկերացրեք հրաշքի հետև։ Հիսուսով լեցված Տիրոջ հրաշքներով, Տիրոջ օրհնություններով աշակերտները եկել են հանկարծ սոված հաց են դրել, որպեսզի ուտեն, աշակերտները առանց մտածելու իրենք ինչ սովորություններ ունեն, մտածելով, որ այդ սովորությունների Տերը, Հայրը իրենց հետ է, մեկ անգամից նստում են հաց ուտելու։ Եվ հանկարծ նրանք, ովքեր իրենց հետ չէին քայլել եւ չէին տեսել, թե Հիսուսը ինչեր էր արել, սկսեցին իրենց սովորությունները հիշել։ Հիսուս, այս աշակերտները ինչու առանց ձեռքերը լվալու մեր մեծ հայրերի սովորությունը եւ ավանդությունը առանց պահելու նստել են հաց են ուտում։ Գիտեք, սովորություններ կան, որոնք բարի են, ես դրանց դեմ չեմ խոսում, բայց եկեք տեսենք, թե Հիսուսը նրանց ինչ ասեց։ Հիսուսը հանկարծ, ես զգում եմ, որպես Հիսուսը մի քիչ ջղայնացավ նրանց վրա, ասեց, սպասեք, մեկ վայրկյան։ Դուք եկել եք իմ աշակերտներին, ասում եք, ինչու ձեռքերը չես լվացել հաց ուտելուց առաջ, բայց նույն ժամանակ դուք մերժում եք եւ չեք սովորացնում նրանք, ովքեր որ իմ հայրը ձեզի պատվիրաններ են տվել։ Ուրեմն դուք ինձ ասեք, ո՞րն է ավելի կարևոր։ Եվ եթե շարունակենք համարը չունենք 9-րդ խոսքը այսպես է ասում. ու պարապտեղը զիս կպաշտեն, Եսայի խոսքերն է, սովորեցնելով մարդոնց պատվիրած բաները, ինչպես վարդապետություն։ Ուրեմն Հիսուսն ասեց, ես ձեր դեմ չեմ խոսում, բայց ուզում եմ, որպեսզի միասին մտածենք։ Եթե այսօր մեր մեջ ունենք սովորություններ, բայց նաև մեր մեջ ունենք պատվիրանքներ։ Գիտեք, սխալը եւ վտանգավորը երբ է։ Երբ որ այդ սովորությունները մենք ընկնում ենք որպես Աստծուց տված պատվիրաններ։ Եթե հանգարց մի կիրակի մոռանանք հայմերով մեր պաշտամունքը սկսենք, այդ օրը Տերը այստեղ չի գա։ Եթե հանգարց մեկ անգամ մոռանանք մեր գլուխը ծածկենք աղոթելուց, այդ օրը հաստատ Աստված մեզի չի լսի։ Եթե հանկարծ եկեղեցի գանք եւ մեկի հագուստը մեր, ասենք, նիվելին, մեր լեվելին չհասնի, չէ՞, նայի սովոր ինձանից։ Սովորություններ, որոնք հանկարծ մեր միտքը, մեր սիրտը կլանել են եւ ինչ որ միտեղ կարծում ենք, թե սրանք Աստծուց տված պատվիրաններ են։ Եվ հետաքրքիրն է, որ Աստծո խոսքը միշտ երբ որ հացի մասին է խոսում է Քրիստոսի մասին։ Համաձայն եք։ Հիսուսի մասին։ Եվ հետաքրքիր է, որ Քրիստոսն ասեց, դուք չեք թողում, որպեսզի անլվա ձեռքով հաց ուտեն, այսինքն ում ճաշակ են, ում մասին էր խոսում։ Ում? Հիսուսի։ Այսինքն դուք չեք թողում ձեր սովորությունները պահելու համար այս մարդիկ կան ինձ վայելեն, եւ մինչ այդ նրանցից մերժում եք իմ հոր տված պատվիրանները։ Քույր եղբայր, շատ հեշտ է,
Երբ որ մենք եկեղեցի ենք գալի եւ մենք եկեղեցում արդեն մեծացել ենք, արդեն եկեղեցի culture, այս եկեղեցու բոլոր սովորությունները գիտենք եւ հանկարծ մեկը մտնի մեր մեջ, ով որ այս սովորություններին նորա եւ քանց թե մտածենք, որ այս անձը եկել է որպեսի Քրիստոսին վայելի, գիտեք ինչ ենք ասում։ Մեկ հատ դրա հագուստը նայի։ Մեկ հատ դրա մազերի գույնը նայի։ Մեկ հատ դրա քլոնը նայի, մեկ հատ դրա մտածելակերպը, մեկ հատ իմ նստատեղը, իմ տեղն է parking արը, սովորություններ, որոնք հանկարծ մեր միտքը առաջ են գալի, մոռանալով, որ այդ անձը եկել այստեղ, որպեսզի Քրիստոսը վայելի։ Ուրեմն հանկարծ մեր մեջ ծնվում եւ սկսում է շարժվել այս մարդկային սովորությունները, որոնք չգիտեմ թե ով, երբ, ինչպես, մեզ համոզել են, որ սրանք Աստծոց տված պատվիրաններ են։ Եվ այդ ժամանակ կարծես թե կրոնապաշտությունը եւ մեր սովորությունները մեզ սկսում են Քրիստոսից հեռացնել։ Գիտեք, փառք Տիրոջ, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, ինչքան էլ հեռու գնաս, ոչ միտեղ չես գնա, որ իմ ձեռքը, իմ շնորհքը քեզ չի հասնի։ Եկեք մտածենք երկու քրիստոնյաներ կան, որոնք վազում են այս վազքը դեպի փրկություն։ Եվ մի քրիստոնյան, երբ որ վազում է, որովհետև իրեն կյանքի մեջ ունի հնազանդություն եւ իրական Աստծո սեր, վազքի ժամանակ վայելում է այս Քրիստոսի հետ քայլվածքը մինչև Քրիստոսին տեսնել։ Բայց մյուս կողմը ունեն քրիստոնյա, որը պատեպատ փորձությունից փորձություն, դժվարությունների մեջ եւ տխրությունների մեջ այս ամեն ինչով անցնում է եւ ասում է. Տեր Հիսուս, ինչի համար իմ քայլը այսքան դժվար եղավ։ Եվ այն բառը, որ միտքս է գալի, դա է հնազանդություն։ Գիտեք, եթե մենք սովորենք հնազանդվել այն ինչ որ Աստված է ասում եւ մի կողմ դնել մեր մտածելակերպը, մեր ճանապարհը դեպի Քրիստոս շատ ավելի դյուրին կլինի, շատ ավելի հաճելի կլինի, շատ ավելի փառավոր կլինի։ Եթե միայն թե սովորենք, թե ինչ է նշանակում հնազանդվել։ Հիշում եք Սամսոնի կյանքը, ովքեր են հիշում Սամսոնին։ Սամսոնը մի երիտասարդ էր, որի կյանքը հրաշք էր։ Գիտեք, Սամսոնի ընտանիքը, եթե ես անհավատ լինեի եւ կարդայի, կմտածեի հայ ընտանիքի մասին է։ Այո, Սամսոնը, երբ որ ծնվեց, նրան ասեցին այս երեխան հրաշք է, ինչքան հայ ընտանիքների մեջ երեխա է կոչվում, ծնվում իրեն առաջի անունը հրաշք է։ Երբ որ վերցնում են երեխային, սա հրաշք է, հրաշք է, փառք Տիրոջ, որ Աստծո հրաշքն են երեխաները։ Աստծո խոսքն ասում է, որ Սամսոնը մեծացավ եւ գնաց իրեն հորը մորը ասեց. «Մամ, բապ, ձեզի բանն եմ ասելու»։ Այո տղաս, սիրահարվել եմ։ Այնտեղ մայրը բոյով է։ Սամսոնը ասեց բոյով է։ Սիրուն է, մամ։ Լավ, բայց մեկ հատ ասա գեղեցիկ է։ Լավ, մեկ հատ ասա դոկտոր է։ Հանկարծ հայրը ասեց հլը մի վարքյան։ Այդ ում աղջիկն է։ Չէ, մեր հայկական սովորությունների համեմատ։ Հայրը չի ասել ուրիշ բան, հայրը ասեց հլը մեկ հատ Սամսոնը ասա դրանք այդ ում աղջկան ես տեսել սիրել։ Եվ երբ որ Սամսոնը ասեց թե ում աղջկան էր այդ Դալիլայի անունը տվեց փղշտացիների մեջից, հանկարծ հայրը ասեց մեկ վարքյան տղաս, բա մեր հարևանի աղջիկը։ Մայրը ասեց, բա մեր Արմինեի աղջիկ, ախր տեսել ենք ոնց է մեծացել, մեր աչքի առջև սուրբ մաքուր անարը դու թողել ես գնացել ես, ում ես հարց բերում։ Ճիշտ մեր հայկական զրույցները, չէ՞։ Բայց մի ցավալի բան եղավ, երբ որ ասում է Սամսոնը գնում էր այդ աղջկան, հորը մորը համոզեց, մատանին առան եւ գնացին, որպեսի Դալիլային հարց բերեն։ Հանկարծ ճանապարհին ասում է մեկ հատ առյուծի կոյրուն իրեն առջև եկավ եւ Աստծո հոգին եկավ Սամսոնի վրա եւ նրան ուլի պես ասում է մեջտեղից պատրեց։ Բայց հարցը չվերջացավ։ Սամսոնը որոշեց անհնազանդվել։ Աստծո խոսքն ասում է, երբ որ Սամսոնը վերադարձավ այդ գյուղը, որոշեց անցնի այն ճանապարհով, որպեսզի մեկ հատ տեսնի այն փորձությունը, որից Աստված իրեն ազատեց, ինչ էր եղել։ Ասում է գնաց, որպեսզի տեսնի այդ մեռած առյուծը ինչ է եղել։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ այդ մահացած առյուծի մեջ տեսավ մեղվաբուն եւ մեջը մեղր։ Գայթակղվելով այն մեղքը, որը Աստված նրան հոգի էր տվել, որպեսզի հաղթեր, եւ Աստված ասեց այլևս այս ճանապարհով չգաս։ Ես քեզ ընտրել եմ, որպեսզի իսրայելացիներին փղշտացիների ձեռքից ազատես, ոչ թե այս հարսուկի սուր բարեկամ ընկերություն անես։ Ասում է գնաց, որ այդ մեղրը, մեղքի
համը տեսնելու եւ ոչ թե միայն ինքը կերավ, ասում է տարավ իրեն ծնողներին տվեց եւ երբեք չասեց թե որտեղից է։ Անհնազանդություն, գիտեք Սամսոնի կյանքը ինչպես վերջացավ։ Գույր, մահացած, փրկվեց, Տերը ողորմեց նրան։ Բայց մինչև Սամսոնը փրկվեց, երկին գնաց, հոգնած, տառապած։ Մյուս կողմից Եսթերի կյանքը ունեք, օրհնված մի երիտասարդ, որ երբ որ Մորդեքեն նրան ասեց կգնաս թագավորի մոտ եւ իրենք ասես, որ մեր ազգը թող որ ողորմի մեզ։ Աստծո խոսքն ասում է Եսթերը արեց ինչպես Մորդեքենը, որովհետեւ Մորդեքենը նրան ասեց, ես թե լավ հիշի, եթե դու էլ չանես, Աստված մեկին կհանի, որպեսզի Իսրայելը ազատի։ Բայց որպեսզի դու օրհնությունը ստանաս, սովորի հնազանդվել այն, ինչի համար Աստված քեզ ստեղծել է։ Եվ Եսթերը հնազանդվեց։ Ուրեմն անհնազանդ ունենք, որը Աստծո փառքը տեսավ, բայց տանջված, վիրավորված, վերքերով լի։ Մյուս կողմից ունենք մեկը, որի կյանքը հնազանդվեց Աստծո տված օրենքին, and she became the queen, թագուհի դառավ։ Տեսնում եք տարբերությունը հնազանդության եւ անհնազանդության, ինչ կարող է անել։ Դրա համար շատ անգամ, երբ որ սովորությունները մեր կյանքի մեջ սկսում է այնքան կրոնական այսպիսի տեղեր վերցնել, որ հանկարծ վրեն կնիք ենք դնում եւ ասում ենք, որ այս սովորությունները պատվիրան են սրանից հետո, այսինքն պահելը եւ չպահելը սա Աստծո հետ։ No. Սովորություններ կան, որոնք մարդկային են։ Եվ պատվիրանքներ են Աստծո տված այն օրենքները, որ այստեղ են գրված։ Ինչ որ այստեղ գրված չի, դա սովորություն է, պատվիրանք չէ։ Եկեք գնանք միասին Դավիթի կյանքը մի քիչ սերտենք։ Մի քիչ ժամանակ ունենք։ Let's go to 2 Samuel. Երկրորդ թագավորած ունենք այնտեղ գրած։ Երկրորդ թագավորած 6-րդ համարից պիտի կարդանք։ Հետսեք։ Ամեն։ Ամեն։ Եկեք մեկ հատ պատմություն պատմեմ, որ չքնանանք մինչև այս համարը կարդալ։ Ասում է մեկ անգամ մեկ հատ ծեր եւ ծերության, բայց որ ասում եմ ծեր, նկատի ունեմ իրենց սրբությունը։ Այսինքն մեկ հատ տատիկ զանգահարում էր radio station, որ ուղիղ եթեր ծրագիր են ունենում եւ ասում են հոգեվոր, ասում է տղա ջան, խնդրում եմ իմ համար կաղոթեք, իմ անուն ազգանունը սա է։ Եվ այս վարողն ասում է, այո, մայրի կաղոթենք, ինչի համար։ Ասում է խնդրում եմ աղոթեք, որովհետեւ այսօր ուտելու ոչ մի բան չունեմ։ Ասում եմ մեծ սիրով կաղոթենք եւ աղոթում են եւ անջատում են հեռախոսն, ասում է որ այս ծրագրի ժամանակ մեկ հատ աթեիստ մեկը, որը վստահություն էր վերցրել իրեն մեջ, որ բոլորին կարող հաստատեր, որ Աստված չկա, միայն չարը կա, որոշեց որպեսի մեկ տոպրակ ուտելիք առնի եւ ուղարկի այս տատիկին։ Ուրեմն երկու հատ երիտասարդ բերեց, ասեց լսեք տղաներ, այս ուտելիքը կտանեք, դուրը գծեցեք։ Երբ որ բացի այս դուրը իրեն այս ուտելիքները կտակ, երբ որ հարցնի ով է ուղարկել, կասեք սատանան։ Ասում են շատ բարի, մի վախեցեք, սատանան մի վախեցեք։ Ուրեմն այս երիտասարդները տոպրակը վերցնում են, գնում են այս տատիկի դուրը թակում են, տատիկը դուրը բացում է, ասում են մայրիկ, սա ուտելիքները, մայրիկը վերցնում է ուտելիքները դուրը փակում է, բան չի հարցնում։ Այս երիտասարդները ասում են, բա հիմա ինչ պիտի ասենք։ Տելեֆոնն ասում մեկ անգամ էլ գնացեք դուրը բացեք, թակեք, երբ որ բացի ասեք այն ուտելիքները շատ լավ կանենք։ Ուրեմն գնում են դուրը թակում են, այս մայրիկը բացում է, ասում է, այո տղաներ ջան, ձեռքերին են նայում, այլևս բան չկա, ասում է, այո։ Ասում է մայրիկ, մոռացար հարցնել, թե այդ ուտելիքները ով էր ուղարկել։ Այս մայրիկը նայում այս տղաներին, ասում է, տղաս, երբ որ Աստված մի բան է ուզում անի, եթե պետք է սատանային էլ կարա օգտագործի։ Այսինքն կարևոր չի թե ինչպես, երբ որ մեր հավատքը ճիշտ բանի վրա է, այսինքն մեր հավատքի մեջ սրանք խոսքեր, սովորություններ չեն, այլ իրականություն է, այն ժամանակ Աստված ամեն բան իրեն խոսքի համաձայն բարի գործակից է դարձնում նրանց, ովքեր որ հավատում են Հիսուսի անվան, ամեն։ Ուրեմն Դավիթն ասում է Աստծո խոսքը, որ գնաց որպեսզի Աստծո տապանակը բերի իրեն քաղաքը, Դավիթի քաղաքը։ Ուրախությամբ Դավիթը բարելով Աստծո տապանակի առջև, որ վերջապես այն խոստումը, որ ստացել էր Աստծուց, իրականություն դառավ իրեն կյանքի մեջ։ Եվ գնացին
Եվ ասում է, որ իրեն բոլոր ժողովրդի հետ տապանակը բերում էին, Դավիթը ցնծում էր եւ ողջակեզներ, offerings եւ երաժշտություն, փառաբանություն, մի սքանչելի տեսավայր, տեսարժան, ինչպես ասում եք, մի բան, որը շատ դուրեկան է նրա համար, ով գիտի թե իրականությունը ինչ է։ Ուրեմն ասում է Աստծո խոսքը, որ այս ամեն ինչի ժամանակ Դավիթը երբ որ ցնծում ուրախանում էր, մեկը կար, որ այդ ուրախության մաս չէր կազմում։ Հիշում եք ով էր։ Ով է։ Իր կինն էր։ Այո, բայց իրեն կինը ինչ էր անում մեկը հարցնի։ Աստծո խոսքն ասում է Դավիթը ու Իսրայելի բոլոր տիրոջ տունը տապանակ ուրախությամբ ու փողերու ձայնով տարին։ Երբ տիրոջ տապանակը Դավիթի քաղաքը եղավ, հետաքրքիր է այս խոսքը։ Չի ասում աղջկա անունը միայն, չի ասում Դավիթի կինը, չի ասում Իսրայելի զավակ, ասում է ով։ Սավուղին աղջիկը Մեղքող անունով։ Գիտեք, մենք բոլորս հայ ենք այստեղ եւ գիտենք, որ ինչ է նշանակում աղջկա համալ ամուսնանալ։ Մի քիչ քույրեր ձեր հետ զրուցենք, երբ որ մեկը ամուսնանում է տղամարդու համար ամենաանհարգելի բանը, որ կարող է ասել, նա է, որ կնոջը ներկայացնում է որպես ոնց քանց թե քոկին, այլ ներկայացնում է որպես թե իրեն հոր աղջիկ, չէ՞։ Բոլորս գիտենք այդ սովորությունները, ճիշտ է։ Այսինքն, երբ որ ներկայացնում են հանգարց տղամարդին, ասում են, քանց թե ասենք դու Հարութի կին ես, ասեն չէ, դու ասենք Արամայիսի աղջիկն ես, ոնց։ Սա իմ կինն է։ Նա այլևս իրեն հոր աղջիկը չի։ Սա իմ կինն է։ Եվ հետաքրքիր է, երբ որ Սավուղի աղջիկն է ասում եւ իրեն անուն է տալիս, Աստծո խոսքն ասում է, որ այս աղջիկը այս ամեն ինչը դիտում էր իրենց պատուհանից։ Եթե Դավիթի կյանքը նայենք, մեկ հատ հարց տամ ձեզ։ Երբ որ պատուհան եւ սենյակ եք հիշում, ինչ է ձեր միտքը գալիս Դավիթից։ Մեղք, ճիշտ է։ Մեղք։ Բայց մի բան եղավ, Դավիթը երբ որ մեղանչեց այդ սենյակի մեջ, չմնաց այնտեղ։ Դավիթը ծնկի եկավ Տիրոջ առջև, ասեց հայրների, որովհետեւ մեղք եմ գործել։ Եվ չմնաց այնտեղ։ Դավիթը վեր կացավ եւ այն միսիան, այն տեսիլքը, որ Աստված իրեն կյանքի մեջ դրել էր, ասես պիտի վերջացեմ։ Ես Աստծո տապանակը պիտի բերեմ Դավիթի երկիր։ Բայց մեկը դեռ մնացել էր այդ սենյակի մեջ։ Ուրեմն Դավիթը եկավ եւ ցնծած Տիրոջ ներկայության մեջ ուրախացավ եւ Աստծո խոսքն ասում է, որ որոշեց այդ ուրախությունը նաեւ օրհնությունը տանի իրեն տունը։ Գիտեք միտքս ինչ է գալիս։ Երբ որ Կիրակի օրերը մեր պաշտամունքը վերջանում է, եւ մենք դուք այսպես ուրախ լեցված Տիրոջ ներկայությամբ մի վարքյան շուտ վերջանա, որպեսի գնամ եւ իմ ընտանիքին ասեմ, թե Աստված ինչ արեց ինձ հետ։ Պատմեմ, թե Աստված այսօր իրեն խոսքի միջոցով ինչ արեց, պատմեմ, թե Աստված ինչ հրաշքներ արեց այսօր։ Ուրեմն այս բոլոր զգացմունքները, որովհետեւ Տիրոջ ներկայության մեջ ենք ցնծացել, վազում ենք, որպեսի աշխարհին պատմենք։ Եվ հանկարծ ասում եմ, որ Դավիթի կինը եկավ ասեց. «Այ տղա, ես ինչ ես անում։ Դու թագավոր ես»։ Այդ պիժամաները, ինչպես են հայերեն պիժամա ասում։ Պիժամաները առավոտշու թաքել ես, գնացել ես թագավորությանը ծառաների հետ, ինչ որ բար ես բարում, խաղ ես խաղում։ Այս ինչ ես անում։ Գիտեք ինչքան տհաճ է, ինչքան դժվար է, ինչպես է հոգիդ կոտրվում, երբ որ դու լեցված ես Տիրոջ ներկայության մեջ, ուզում ես սաղ աշխարհին գոռաս եւ ասես, որ Հիսուս Քրիստոս Տերն է տերերի, բայց հանկարծ մեկն ասում է, ոնց որ շատ ես խորացել այդ եկեղեցու մեջ։ Ճիշտ է, ինչպես մեկ ասեն սառը ջուրը, ինչպես են հայրը ասում, ոնց որ դույլով ջուր լեցնեն գլխիդ։ Ինչպես թե շատ եմ խորացել, ես Տիրոջս ներկայության մեջ եմ եղել, ես Տիրոջս եմ վայելել, ինչպես թե շատ ես խորացել։ Եվ մենք գնում ենք ամբողջ սրտով, որպեսզի պատմենք Քրիստոսի արած գործերը, եւ մեզ ընդունում են սառը, դատող խոսքերով։ Բայց Փառք Հիսուսին, որ խեղճ զորեղ Դավիթը չխեղճացավ։ Գիտեք պատմությունը ինչպես վերջացավ, չէ՞։ Հիշում եք։
Գիտեք, Դավիթը շատ սուս եք վախենում է մի քիչ, այո, ամեն, մի բան ասեք։ Աստծո խոսքը այդտեղ չվերցացավ, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Դավիթը գնաց եւ այս կինը իրեն ասեց, ինչ որ պետք է ասել, հանկարծ Դավիթի մեջ հայի հոգին դուրս եկավ, ասեց. «Այ կնիկ, դու շատ խոսացիր, հիմա նստի ես պիտի խոսեմ»։ Եվ Աստծո խոսքը ասում է այս խոսքերը, որոնք շատ զորավոր են։ Ասում է Դավիթ, պիտի կարդամ, Դավիթ անկե անցավ իր տունը օրհնելու համար, Սավուղին աղջիկը մեղքող Դավիթը դիմավորի ելավ ու սավ։ Իսրայելի թագավորը այսօր ինչ փառավոր էր ծաղրելու պես։ Երբ իր ծառաներուն եւ աղախիներուն առջև ինքզինքը մերկացուց ինչպես սրիկաները։ Մեկը սրիկաներից մեկը եղողը։ Եվ այստեղ Դավիթը արդեն ասեց I had it enough։ Հիմա դու նստի եւ լսի։ Եվ այս խորհուրդը պիտի տամ բոլոր քրիստոնյաներին։ Երբ որ միտեղ գնում ես հեզությամբ Տիրոջ սերը պատմելու, Տիրոջ ներկայությունը պատմելու եւ հանկարծ նրանք անընդհատ սառը քեզի այսպես կատականող կամ քո վրա ծիծաղող եւ այլն, ժամանակ եւ ագալու, որ պետք է ոտդ գետնին տաս, ասես հիմա դու ինձ լսի։ Ինչ որ ունեիր ասելու ասեցիր, բայց հիմա դու ինձ լսի։ Եվ Դավիթ այս խոսքերն ասեց։ Դավիթ իրեն կնոջն ասավ. Ես այն Տիրոջը առջև խաղացի ամենա դառը խոսքերը, որ ամուսինը կնոջ կարող է ասել, սրանք են։ Ես այն Տիրոջ առջև խաղացի, որ զիս քու հորետ ու անոր տունեն ավելի ընտրեց։ Գիտեք, հիմա ինչ որ խոսացինք, ճիշտ է, կարծես մարդկայնորեն ենք մտածում, այսինքն հիմա կինը մտածում է իրեն հոր մասին, տղամարդիկ արդեն քրտինք հատվե վրեգները հարութես ինչ է խոսում, հանգիստ։ Հիմա եկեք մտածենք հոգևորապես։ Երբ որ ասում եմ հորդ տնից ավել, մտածի չարի մասին, այս աշխարհը Աստծո խոսքն ասում է, որ այս աշխարհի վրա տիրողը դա չարն է։ Ուրեմն եթե մեկի հետ ես խոսում, որի սրտի մեջ Հիսուս Քրիստոսը դեռ չկա, դեռ, որովհետև մենք աղոթում ենք նրանց համար։ Ուրեմն այս խոսքը նրանց համար է։ Ասում է Դավիթը նրան ասաց. Ես այն Տիրոջ առջև խաղացի, որ զիս քո հորմեն ավելի ընտրեց ու զիս Տիրոջ ժողովրդին Իսրայելի վրա իշխան դրավ։ Եվ այսքանը հերիք չի, ինձի լավ լսի, ով անհավատ, որովհետև ես Աստծո զավակն եմ։ Այո, ես այն Տիրոջ առջևը կխաղամ։ Զիս ասկե ավելի անգամ երևցնելով քո աչքերուդ առջև նվաստալ Երևան, I don't care։ Իսկ այն քո ուսած աղախիներուդ առջև պիտի փառավորվին։ Գիտեք, երբ որ գալիս ենք եկեղեցու մեջ եւ հանկարծ սկսում ենք բոլորս Տիրոջը պաշտել, ասեմ վստահեցնեմ ձեզ, երբ որ մեկը քեզ տեսնում է Տիրոջը պաշտամունքի մեջ, հալելույա եւ այլն, մնացածը քաջալերվում են նրանք, ովքեր որ քեզ հետ միասին են Տիրոջը պաշտում, բայց նրանք, ովքեր որ Տիրոջ ներկայության մեջ չեն, քեզի դատապարտելու են։ Ճիշտ է։ Նրանք, ովքեր որ քեզ հետ նույն ժամանակ Տիրոջն է, երբ որ ասում եմ քեզ հետ, պատկերացրեք այս 4 պատերը։ Որովհետև ցավոք սրտի այստեղ չէ, չասեմ որ չնեղանաք։ Այստեղ չէ, ցավոք սրտի շատ 4 պատերի մեջ մարդիկ կան, որոնք դեռ պատուհանից են մեզ նայում։ Ուրեմն երբ որ դու խանդավառված Տիրոջն ես պաշտում եւ երկրպագուն կողք տեսնայ մեկը, տարիքն ասե, ծապտալն ասե։ Լավ լսեք։ Մեր մեջ Աստծո ժողովրդի մեջ էլ կարող է մարդիկ լինեն, որոնք դեռ մեզի պատուհանից են նայում։ Բայց իմ խնդրվածքը քեզ, երբ որ մեկը գա ուզենա քո բերանը փակի պաշտամունք անելուց, մեկը գա ուզենա քեզ կանգնեցնի Տիրոջ ներկայությունը վայելելուց, ինչպես Դավիթը մի բան ասա նրան. Ես ցնծում եմ, որովհետև Աստված ինձի ընտրեց, ես ցնծում եմ, որովհետև Աստված ինձ ստեղծեց այ հենց սրա համար, որպես ես ցնծամ եւ ուրախանամ Տիրոջ ներկայության մեջ։ Եվ ոչ դու, ոչ էլ աշխարհը իմ ձայնը պիտի չլրեցնի։ Ես Աստծուն պաշտում եմ, որովհետև Աստված ինձ համար կյանք է, Աստված ինձ համար իրականություն է, ես առանց Աստծո ոչ մի բան եմ։ Եվ մյուս կողմից ունենք մի կին,
որը սովորություններն էր, ինչպես հանկարծ թագավորին առանց իրեն շորերի կտեսնեն, ինչպես հանկարծ թագավորին առանց իրեն ձիու վրա նստած կտեսնեն։ Բայց Դավիթը մի բան գիտեր, Աստված իմ համար իրականություն է։ Գիտեք, երբ որ այս խոսքերը կարդում եմ, ես մի բան զգացի։ Դավիթը այդ առավոտ, երբ որ արթնացավ իր երթար տապանակը բերելու, պատկերացրեք իրեն հայլին նայեց եւ իրեն թագավորական շորերը նայեց եւ ասեց, գիտեք իրեն ինչպես զգաց։ Ինչպես անառակ որդին։ Ասեց, Տեր, ես ինչքան էլ թագավորական շորերով հագնեմ, արժանի չեմ քո առջև լինելու։ Ուրեմն ես գալիս եմ ինչպես եմ, որպեսզի դու ինձ հագցնես քո բարության պատմուճանը։ Դու ինձ հագցնես քո սիրո պատմուճանը։ Դու իմ մատին դնես մատանին եւ ոչ թե թագավորական մարդկանց կողմից ինչ-որ մի բան։ Այդ առավոտը Դավիթը, երբ որ եկավ Տիրոջ ներկայության մեջ, պատրաստ էր դեմ առ դեմ հանդիպելու Տիրոջը։ Ուրեմն խնդրվածքս քեզ եւ ինձ այն է։ Ամենաառաջինը, երբ որ Տիրոջը պաշտում ենք, խնդրում եմ, հիշեք, որ այս տաճարը բաց է, պատրաստ է ընդունելու բոլորին։ Կախված չէ գեղեցկություն, կախված չէ հագուստ, կախված չէ հոտ, կախված չէ հարստություն, կախված չէ աղքատություն։ Մենք, ես ինձ խոսեմ, այս տաճարը պատրաստ է ընդունելու բոլորին։ Երկրորդը, ես իմ մարդկային սովորությունները երբեք ավելի բարձր չպիտի համարեմ Աստծո տված պատվիրաններից։ Եվ երրորդը, երբ որ գալիս եմ Տիրոջ ներկայության առջև, չեմ գալի այստեղ, որպեսզի բոլորին ցույց տամ, թե ես ինչ եմ բերել այսօր։ Ես եկել եմ առանց ոչ մի բանի ձեռքերիս մեջ, որպեսզի Տերն ասեմ, Տերս, եկել եմ քո առջև, որպեսզի դու ինձ տաս, դու ինձ խոսես, եւ դու ինձ գուրգուրես եւ սիրես։ Եվ այդ ժամանակ վստահեցնեմ, որ ինչպես Դավիթը մինչ օրս հիշված է ոչ թե ամենաիմաստուն թագավորը, այլ օծյալ թագավորը։ Մեզ էլ Աստված կարող է օծել։ Ամեն, ուզում եք օծվեք։ Տեր օգնի բոլորին։ Այո, Դավիթ Հիսուսը չէր ճանաչել, սակայն Հիսուսի աստվածությունը ճանաչած էր։ Աստուծո ներկայությունը իր կյանքին մեջն էր։ Եվ հետաքրքիր է, որ երբ մեկը կմոտենա Աստուծո, կհասկանա ով է Աստված եւ կհասկանա ով է ինքը, կխոնարհի անոր առջև։ Դավիթի մեջ կտեսնեք այդ ճշմարտությունը եւ շատ քեղեցիկ կերպով ներկայացվեցավ մեզի, թե ինչպես Դավիթ ինքը գիտագից էր, թե իր կյանքի մեջ միակ հաճելի բանը ալիգա է, որ ես եթե Տերոջը կրնամ քող պահել։ Մարդոց համար չէ իմ կյանքս Տերոջ համար է։ Տերը ստեղծեց զիս իրեն համար, որ ես այս հաղորդակցությունը իրեն հետ ունենամ, իրեն բադիվ բերեմ, զինքը ներկայացնեմ իմ կյանքիս մեջ։ Եվ Աստված մեզ ամեն մեկը ստեղծած է այդ նպատակով, որ մեր կյանքերը իր ցերկերու մեջ կորձիկ մը, որ իր պատկերը այս աշխարհի վրա մենք ներկայացնենք։ Հետաքրքրական է, որ երբ որ գնայիս Պողոս Արաքյալի կյանքը, պիտի տեսնես Պողոս Արաքյալ ինքնին կտեսավ այդ անձը, որ գհալածեր եկեղեցին։ Բայց երբ որ Հիսուսի հանդիպեցավ, Հիսուսին կլման հեղաշրջեց։ Եվ հեղաշրջելն իդ կհասկացավ այդ փրկությունը, որը ստացած էր։ Դավիթ քանի անգամներ նույնը դեսավ, վայելեց Աստծո շնորհքը, Աստծո բարիքները։ Նույն ցևով խոնարհեցավ եւ Պողոս Արաքյալ թերևս նոր գդագարանի մեջ լավագույն խոսքերը մեզի կսորվեցնեն, գսե ամոթ չեմ սեպեր, գսե ես ավետարանը, քանի որ անիկա Աստծո զորությունն է, Աստծո փրկությունն է, Աստծո ուժն է, Աստծո ներկայությունն է մեր կյանքին մեջը, որ մենք կարողանանք Աստծո ներկայությունով ապրել մեր կյանքերը։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին Կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։